Գլուխ 3 Հակասեմիտիզմի անեծքը Աստվածաշնչի հենց առաջին գրքից մենք նկատում ենք հրեաների նկատմամբ ցուցաբերվող ատելությունը, որն այնուհետև անցնում է ամբողջ եկեղեցու պատմության միջով և հասնում է մինչև մեր օրերը։ Այն քողարկվում է զանազան գաղափարներով, կրոնական և աշխարհիկ բացատրություններով, սակայն միշտ ուղղված է եղել հրեա ազգի ազատագրման, նրա անվտանգության և նույնիսկ գոյության դեմ։ Ծննդոց 3:15-ում Աստված սատանային ասում է, որ կնոջ սերունդը ջախջախելու է նրա գլուխը։ Այդ պահից սկսվում է թշնամությունը։ Աստված խոստանում է օձի հետ հաշիվ տեսնել մարդուն մեղքի մեջ գցելու, նրան Աստծո պատկերից ու նմանությունից զրկելու համար։ Կնոջ սերունդը Աբրահամի սերունդն է, Իսրայելի որդիները, որոնցից դուրս էր գալու Մեսիան, և որոնց միջոցով Աստված օրհնելու էր ամբողջ մարդկությանը։ Այդ ժողովուրդը պետք է լիներ ոչ սովորական, իր ամբողջ սրտով պետք է փառաբաներ ու պաշտեր իր Տեր Աստծուն։ Թող զարմանալի չթվա, որ մեղքի մեջ թաղված աշխարհի համար, որը լի էր կռապաշտությունով և Աստծո դեմ թշնամանքով, այդ ամենը դարձավ հիմք հրեաներին ատելու և փորձություն Աստծո ժողովրդի համար։ Հին ուխտում Իսահակն զգաց Աբիմելեքի և ամբողջ փղշտացի ժողովրդի ատելությունն իր նկատմամբ։ Եվ ոչխարներ և արջառներ և շատ ծառաներ ունեցավ, և փղշտացիները նախանձեցին նրան։ Եվ Իսահակն ասաց. «Ինչու համար եք եկել ինձ մոտ, քանի որ դուք ինձ ատում եք և ինձ ձեզ մոտից դուրս արեցիք»։ Ծննդոց 26:14-27 խոսքեր։ Աստծո ներկայությունը իր ժողովրդի մեջ բացահայտում է հոգևոր ուժերի գործողությունը։ Երբ Իսրայելի զավակները հաստատվեցին Եգիպտոսում, մեծացավ նաև նրանց նկատմամբ ատելությունը։ Իսրայելցիների որպես ազգ առաջանալու հետ միաժամանակ ծագեց նաև նրանց ոչնչացման առաջին ծրագիրը։ Նրանց ճնշում էին, դարձնում ստրուկներ, տանջում անմարդկային և ծանր աշխատանքով և փորձում էին սպանել նրանց բոլոր նորածին տղաներին։ Ի վերջո Աստված ազատեց նրանց այդ տանջանքներից, սակայն հոգևոր ուժերի իսրայելցիներին ոչնչացնելու փորձերը չդադարեցին։ Բոլոր կողմերից նրանց հալածում ու հետապնդում էին, և մյուս ազգերին թվում էր, թե իսրայելցիներն իրենց համար մեծ վտանգ են ներկայացնում։ Ռախաբը Երիքովում իր մոտ թաքնված լրտեսներին ասաց. «Ձեր վախը մեզ վրա է ընկել, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալվել են»։ Հեսու 2:9։ Ինչու՞։ Որովհետև իսրայելցիների կենդանի Աստծո հետ շփման պատճառով շրջակա ժողովուրդները նրանց նկատմամբ տածում էին կամ սեր ու հարգանք, կամ էլ նախանձ ու ատելություն։ Այդ շփումը մերկացնում էր այն ամենը, ինչ կար մյուս ազգերի սրտում՝ սերը կամ ատելությունը, խռովությունը կամ հավատքը դեպի Իսրայելի Աստվածը։ Երբ իսրայելցիներն Աստծով ուժեղանում էին, հաղթում էին, իսկ երբ հեռանում էին Աստծուց ու թուլանում, նրանց սկսում էին հետապնդել, բայց երբեք պայքարը չէր դադարում։ Այն շարունակվում է նաև այսօր։ Իսկ ինչու՞։ Որովհետև դրա ետևում հոգևոր ուժերի պայքարն է, դիվական ատելությունը և մարդկության փրկության Աստծո ծրագրի դեմ հակառակությունը։ Կրկին ու կրկին թշնամին փորձում էր կանգնեցնել ու ոչնչացնել հրեա ազգին, որպեսզի Մեսիայի և նրա թագավորության մասին մարգարեությունը չիրականանար։ Բաբելոնյան գերությունից հետո, երբ Աստված իր ժողովրդին ետ կանչեց դեպի Սիոն, Ագագացի Համանի սրտում ծնվեց հրեաներին կոտորելու ծրագիրը։ Եսթերի գրքից իմանում ենք, թե ինչպես էր Haմանն ատում Մորդեքեին, այն բանի համար, որ Մորդեքեն հրաժարվել էր ծունկ ծռել իր առջև։ Այդ նույն ատելությունն իրենց վրա զգացին նաև Սեդրակը, Միսակը և Հաբեդնակովը, երբ հրաժարվեցին խոնարհվել կուռքերի և քարե արձանների առջև։ Մի քանի հրեա մարդիկ կան, որոնց դու որոշել ես Բաբելոնի գավառը կառավարելու համար՝ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը։ Այս մարդիկ քո հրամանին չեն լսում, ով թագավոր, քո աստվածներին չեն պաշտում և քո կանգնեցրած ոսկե արձանին երկրպագություն չեն անում։ Դանիելի մարգարեություն 3:12։ Համանի ցասումը ոչ միայն Մորդեքեի, այլև նրա ամբողջ ազգի վրա էր, և Համանը այսպես խոսեց թագավորի հետ. «Մի ազգ կա ցրված ու տարածված ազգերի մեջ, քո թագավորության բոլոր գավառներում, և նրանց օրենքը բոլոր ժողովուրդներից տարբեր է, և թագավորի օրենքը չեն կատարում, թագավորին չի վայելում նրանց թույլ տալ։ Եթե թագավորին հաճելի է, թող հրաման գրվի, որ նրանց փչացնեն,
Եվ ես 10,000 տաղանդ արծաթ կշռած կտամ գործակատարների ձեռքով, որ տանեն արքունի գանձարանը։ Եսթերի գիրք 3:8 և 9 խոսքեր։ Աքսորի մեջ ոչ մի ապահովություն։ Այստեղ է թաքնված հրեաների պրոբլեմը և հակասեմիտիզմի պատճառը։ Բաբելոնյան գերությունից հետո հրեաներից ոչ բոլորը վերադարձան Իսրայել։ Շատերը մնացին և ցրվեցին մյուս ազգերի մեջ։ Նրանք բնակություն հաստատեցին այլ երկրների առևտրական քաղաքներում և իրենք էլ զբաղվեցին առևտրով։ Այսօր էլ հրեական համայնքներ, սինագոգներ կարելի է գտնել ամբողջ Միջերկրական ծովի շրջանում, ավազանում։ Պողոսն առաջին հերթին հենց նրանց էր փորձում քարոզել ավետարանը, առաջինը հրեաներին, հետո հույներին։ Հռոմեացիների 1:16։ Որտեղ էլ որ հրեաները լինեին, նրանք ապրում էին տվյալ թագավորության թագավորի կամ կառավարչի ողորմածությամբ, ով տվյալ ժամանակաշրջանում ուժ ու իշխանություն ուներ։ Այդ իրավիճակում այն անվանում են դիասպորա, սփյուռք։ Նրանք իրենց դրսևորում էին երկու ձևով։ Նրանց մի մասը խստորեն պահպանում էր օրենքը, իսկ մյուսները ձուլվել, այսինքն հարմարվել էին, աշխատում էին լինել օրինակելի, լավ քաղաքացիներ այն երկրում, որտեղ հաստատվել էին։ Նրանք ընդունում էին տվյալ երկրում իշխող կրոնն ու մշակույթը։ Հրեաների մյուս մասը պահպանում էր իրենց հայրերի հավատքը, անկախ այն բանից, թե ինչպիսին է շրջապատը։ Այդպիսին էր Դանիելը, երբ Դարեհ թագավորն արգելեց խոնարհվել մյուս աստվածների առջև, բացի իր Դարեհի Աստծուց, Դանիելը շարունակեց իր աղոթքներով գալ կենդանի Աստծու առջև, ինչպես միշտ, օրը 3 անգամ։ Եվ երբ Դանիելն իմացավ, որ հրովարտակը ստորագրվեց, գնաց իր տունը և իր պատուհանները բաց էին վերնատանը դեպի Երուսաղեմ, և օրը 3 անգամ նա ծնկի էր գալիս և աղոթք էր անում, և գովաբանում էր իր Աստծուն, ըստ որում նա սրանից առաջ էլ այսպես էր անում։ Դանիելի մարգարեություն 6:10։ Նա չհարմարվեց և չնահանջեց այդ ժամանակվա հակասեմիտիզմի առջև։ Երբ Մուրդքեն նույնպես հրաժարվեց ուրանալ իր Տեր Աստծուն, բացահայտ արտահայտվեց հակահրեական տրամադրվածությունը։ Համանը հրեա ժողովրդի դեմ առաջ քաշեց 3 մեղադրանք։ Այդ մասին կարող ես կարդալ Եսթերի գրքի 3:8-ում։ Կա մի ազգ ցրված և տարածված ազգերի մեջ քո թագավորության բոլոր գավառներում, այսինքն ազդեցություն գործելու հնարավորություն ունի։ Նրանց օրենքները մնացած ժողովուրդների օրենքներից տարբեր են, նրանք սովորական չեն։ Թագավորի օրենքները չեն կատարում, այսինքն նրանք չեն ենթարկվում վերափոխումներին և հանդիսանում են անօրինապահ քաղաքացիներ։ Երբ անդրադառնում ենք հակասեմիտիզմի ողբերգական պատմություններին, մենք հանդիպում ենք այս նույն մեղադրանքներին։ Համընդհանուր մոլորություն։ Հակասեմիտիզմը կարող էր լինել պարսկական, հունական կամ հռոմեական։ Այն կարող էր դրսևորվել քրիստոնյաների, մուսուլմանների ու նացիստների կողմից։ Կարող էր լինել կրոնական կամ աշխարհիկ, սակայն միշտ կրում էր նույն մեղադրանքը։ Հրեաները նման չեն մյուսներին, նրանք վտանգավոր են, ունեն գաղտնի դիտավորություն և անհուսալի քաղաքացիներ են։ Մովսեսը մարգարեացավ նրանց ցրվելու մասին։ «Եվ Եհովան քեզ պիտի ցրի բոլոր ազգերի մեջ, երկրի մի ծայրից մինչև մյուս ծայրը, և այնտեղ ծառայություն կանես օտար աստվածների, փայտի ու քարի, որոնց չէիր ճանաչել ոչ դու, ոչ քո հայրերը։ Եվ այն ազգերի մեջ հանգստություն չես գտնի, և ոտքիդ թաթին հանգչելու տեղ չի լինի։ Եվ Եհովան քեզ այնտեղ դողացող սիրտ կտա, աչքի նվաղում, հոգու տրտմություն։ Եվ կյանքդ առջևումդ կախման մեջ կլինի, և գիշեր-ցերեկ կվախենաս, և կյանքումդ ապահով չես լինի»։ Երկրորդ Օրինաց 28:64-66։ Ինչպես որ մարգարեացել էր Մովսեսը, այդպես էլ եղավ։ Արդյոք միշտ են մարդիկ հրեաներին առանց թշնամանքի, սպառնալիքի, կանխամտածված չարության, սադրանքի կամ առանց ատելության վերաբերվում։ Եվ երբ հրեաներն իրենց վստահ և ապահով են զգում, բարձրանում է հետապնդումների մի նոր ալիք։ Այդ նույն հոգևոր ուժը սերնդեսերունդ նրանց դեմ է դուրս գալիս մի նպատակով՝ ճնշելու, կանգնեցնելու, հետապնդելու և հնարավորինս ոչնչացնելու։ Նպատակը միշտ էլ նույնն է եղել, փոխվել են միայն իրականացման եղանակները։ Եզրասի և Նեեմիայի հետ շատ հրեաներ վերադարձան հայրենիք, սակայն հեթանոսները միշտ էլ քաղաքական իշխանություն են ունեցել հրեա ազգի վրա։ Նրանք իրենց հետ բերում էին իրենց կուռքերն ու սովորույթները։
Հռոմեացիներն ու հույները տարածում և արմատավորում էին իրենց աստվածներին և երկիրը պղծում իրենց ծեսերով։ Իսկ ինչ ցավ էին զգում այն հավատացյալ հրեաները, երբ տեսնում էին, որ այն երկիրը և ժողովուրդը, որին Աստված ինքն էր ընտրել իր համար, ընկնում է հեթանոսների ազդեցության տակ, որոնք որպես զավթիչներ հաճախ գիտակցաբար նրանց դրդում էին անել այն, ինչ արգելում է Աստծո օրենքը։ Որքան վիրավորական էր, երբ հրեա քահանաները հռոմեական զավթիչներից պետք է թույլտվություն խնդրեին տոների ժամանակ իրենց հատուկ հագուստները հագնելու համար։ Այդ հագուստները պահվում էին հռոմեական պրետորիայում և բաժանվում էին միայն հատուկ դեպքերում։ Հրեաների համբերությունը սպառվել էր, սակայն դժգոհության ամեն մի դրսևորում դաժանաբար ճնշվում էր։ Զավթիչներն էլ իրենց հերթին հոգնել էին այդ անհնազանդ ժողովրդից, որը հրաժարվում էր խոնարհվել Մարսի և Յուպիտերի առջև և ոչ մի գնով չէր ցանկանում մտնել այն հարկի տակ, որտեղ հրեաներ չէին ապրում։ Վերջապես պայթյուն տեղի ունեցավ։ Հիսուսը ողբաց, երբ մարգարեացավ Երուսաղեմի ավերման մասին, նա ասաց. «Եվ սրի բերանով կընկնեն, և բոլոր հեթանոսների մեջ գերի կտարվեն, և Երուսաղեմը հեթանոսներից ոտնակոխ կլինի, մինչև որ հեթանոսների ժամանակները կատարվեն»։ Ղուկասի ավետարան 21:24։ Աբ ամսվա 9-րդ օրը։ Քրիստոսի ծնունդից հետո 70 թվականին հռոմեացիները ճնշեցին հրեաների ապստամբությունը, գրավեցին Երուսաղեմը և այրեցին երկրորդ տաճարը։ Դա տեղի ունեցավ Աբ ամսվա 9-րդ օրը, ծոմապահության օրը, որը կոչվում էր Դիշա բեն Աբ, առաջին տաճարի ավերման կապակցությամբ։ Հենց այդ օրը Նաբուգոդոնոսորն ավերեց Սողոմոնի տաճարը, և հենց այդ օրն էլ այրվեց երկրորդ տաճարը։ Հետաքրքիր է նաև այն, որ 1290 թվականի այդ նույն օրը հրեաներին վտարեցին Անգլիայից, իսկ 1492 թվականին Իսպանիայից։ Հրեա ժողովրդի պատմության մեջ Աբ ամսվա 9-րդ օրը տարբեր դարերում տեղի են ունեցել ողբերգական շատ պատմություններ։ Կոտորելով երկրից վտարելով շատ հրեաների, Պաղեստինի տարածքում հռոմեացիները հասան Երկարատև հանգստի։ Սակայն 135 թվականին Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցավ մի նոր ապստամբություն։ Ռաբբի Ակիվան մատնանշում էր կեղծ Մեսիային, Բար Կոխբային, որը ժողովրդին պայքարի հանեց ընդդեմ հռոմեացիների։ Նրա բանակը հենց այդ տխրահռչակ Դիշա բեն Աբ օրը կոտորվեց, և հռոմեացիները Պաղեստինից վռնդեցին մնացած հրեաներին։ Երուսաղեմը հիմնովին ավերված էր։ Տաճարի մնացորդները հավասարեցրին գետնին և ավերակների վրա կառուցեցին նոր քաղաք՝ Էլիա Կապիտոլիան, որտեղ հրեաների մուտքը խստիվ արգելվում էր։ Դա նման էր վերջնական պարտության և հրեաների որպես ժողովրդի վերջնական ոչնչացման։ Եկեղեցու ծնունդը։ Սակայն միաժամանակ տեղի էր ունենում նաև բոլորովին նոր բան։ Հիսուսի մահից և հարությունից հետո, երբ Սուրբ Հոգին Երուսաղեմում իջավ նրա աշակերտների վրա, ծնվեց եկեղեցին։ Նրա մեջ մտան շատ հրեաներ, ովքեր հավատում էին, որ Հիսուսն ազովրեցին խոստացված Մեսիան էր։ Իսկ նրա մահը և հարությունն այն էր, ինչի մասին դեռ մարգարեներն էին խոսել, այսինքն նա Մեսիան էր, Բեն Հովսեփը։ Նրանք հավատում էին, որ տաճարի մեջ տեղի ունեցող ծառայությունը վկայում է Հիսուսի որպես անարատ զոհաբերության գառի մասին, որի արյունը մեկ անգամ և հավիտյան կլվա ազգի մեղքը։ Նրանք հավատում էին նաև, որ Հիսուսն իր առաջին գալուստի ժամանակ կրեց միայն անարգանք, սակայն երկրորդ անգամ նա կգա որպես Մեսիա, Բեն Դավիթ, կատարելով Դավթի թագավորության մասին բոլոր մարգարեությունները։ Եկեղեցին հետզհետե մեծանում էր։ Նրան էին միանում շատ հրեաներ, սակայն այն անսովոր էր նրանով, որ կատարելով Հիսուսի հանձնարարությունը ուղղվում էր դեպի այլ ազգերը, այսինքն դեպի հեթանոսները։ Շատ հեթանոսներ սկսեցին ճանաչել Հիսուս Մեսիային, և նոր կտակարանը նկարագրում է, թե ինչպես քրիստոնյա հրեաների մեջ առաջացավ հարց. արդյոք հեթանոսները պետք է կատարեն Մովսեսի օրենքները։ Ի վերջո նրանք եկան այն որոշմանը, որ հավատացյալ հեթանոսներից չպահանջեն թլփատություն և օրենքի կատարում,
այլ միայն նախազգուշացնեն նրանց, որ հեռու մնան կերակուրների մեջ արյուն օգտագործելուց, պոռնկությունից եւ այլն։ Այդ մասին կարող ես կարդալ Գործ Առաքելոց 15-րդ գլխում։ Դա բոլորովին էլ չէր նշանակում, որ քրիստոնյա հրեաները հրաժարվում էին թլպատությունից կամ չէին պահում շաբաթը եւ հրեական տոնակատարությունները։ Պողոսը ոչ հրեա քրիստոնյաներին համեմատում է վայրի ձիթենու ճյուղի հետ, հեթանոս ժողովուրդներ, որը պատվաստված էր խնամված եւ ազնված հյութալի արմատներ ունեցող ծառին, Իսրայել։ Դրանով նա ուզում էր քրիստոնյա հեթանոսներին ասել, որ չհպարտանան մյուս բնական ճյուղերի դեմ, այլ հիշեն, որ ոչ թե ճյուղերն են սնում արմատները, այլ արմատներն են սնում ճյուղերը եւ պահում դրանք։ Բայց եթե ճյուղերից ոմանք կոտրվեցին, եւ դու, որ վայրի ձիթենի էիր, նրանցում պատվաստվեցիր եւ հաղորդ եղար արմատին եւ ձիթենու պարարտությանը, մի պարծեցիր այն ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ։ Հռոմեացիների 11:17 եւ 18։ Եկեղեցու անկումը։ Այդպիսի վերաբերմունք կար առաջին եկեղեցում, որտեղ գերիշխողը հրեաներն էին։ Ավաղ Պողոսի զգուշացումները հետագայում մոռացվեցին, որն էլ հանգեցրեց սարսափելի հետևանքների քրիստոնյաների մեջ հակասեմիտիզմի։ Երբ հույն հավատացյալները սկսեցին տարածվել հռոմեական կայսրության մեջ, նրանք իրենց անվանեցին քրիստոնյաներ, որը առաջացել է հունարեն Քրիստոս բառից, որն էլ իր հերթին նշանակում է Մեսիա օծյալ։ Աստիճանաբար եկեղեցում ոչ հրեա հավատացյալների թիվը գերակշռեց։ Դրա բացասական կողմը Իսրայելի արմատից հեռացումն էր։ Քրիստոնեական եկեղեցու զարգացման հետ միաժամանակ նրա ներսում Երևան եկավ մի երևույթ, որը մասամբ ոչ աստվածաշնչյան էր, մասամբ էլ ուներ հակահրեական կտրուկ արտահայտություն։ Հունական գնոստիցիզմը թափանցեց եկեղեցի։ Եկեղեցի ներթափանցեց նաև բաբելոնյան առեղծվածային, այսինքն միստիկ պաշտամունքը, որն արտահայտվում էր տարբեր ծիսակատարություններով։ Դրան նպաստում էին ինչպես տեղական սովորույթները, այնպես էլ եպիսկոպոսների իշխանության ձգտումը։ Քրիստոսի ծննդից հետո 3-րդ հարյուրամյակում հռոմեական կայսր Կոստանտինը, համարելով, որ քրիստոնյաների դեմ պայքարը տանուլ է տրված, հայտարարեց կրոնի ազատություն, իսկ 4-րդ դարում քրիստոնեությունը դարձավ պետական կրոն։ Եվ չնայած շատերը դա համարում են դրական երևույթ, բայց իրականում դրա ետևում թաքնված էր մի նոր վտանգ։ Քրիստոնյաների արթնության հավանականությունը նվազեց, եւ քրիստոնեությունն աստիճանաբար վերափոխվեց եկեղեցական քաղաքականության, դառնալով իշխանության գործիք եւ իր մեջ զարգացրեց այն, ինչը մենք այսօր անվանում ենք հռոմեակաթոլիկական եւ հունաուղափառական կրոն։ Կրոնն ու մարդկային սովորույթները, սնոտիապաշտությունն ու լեգենդներն ավելի բարձր էին դրված աստվածաշնչյան ճշմարտություններից։ Կույս Մարիամի եւ մյուս սրբերի պաշտամունքը մտավ օրենքի մեջ։ Քրիստոնեության զարգացման այդ ընթացքը միանգամից ի հայտ բերեց երկկողմանի հարձակում։ Առաջին, հարձակում աստվածաշնչյան անարատ ուսմունքի եւ արթնության դեմ, որի մասին հիմա չենք խոսի, եւ երկրորդ, հարձակում հրեաների դեմ։ Քրիստոնեական միջավայրում զարգանում էր հակասեմիտիզմը։ Նախ ուշադրություն դարձնենք քրիստոնյաներ բառի վրա։ Այն դարձել է շատ երևույթների հոմանիշը։ Մենք խոսում ենք քրիստոնեական էթիկայի, քրիստոնեական մշակույթի, քրիստոնեական հայացքների, քրիստոնեական երկրների, քրիստոնեական հասարակության եւ այլ երևույթների մասին։ Այդպես խոսվում է նաև հրեական մշակույթի, մուսուլմանական երկրների եւ նրանց մշակույթի մասին։ Նրանց, ովքեր անտեղյակ են այս ամենին, հաճախ սա զարմացնում է։ Երբ հրեան կարդում է նացիստների կողմից իր ազգի ոչնչացման մասին, նրանց երկիրը համեմատում է մի երկրի հետ, որտեղ գոյություն ունեն քրիստոնեական մշակույթ եւ եկեղեցիներ, որտեղ երգում են խաղաղ գիշեր նրանց հետ, ովքեր իրենց կոչում են քրիստոնյաներ եւ մասնակցություն են ունենում հրեաների զանգվածային ոչնչացմանը։ Այդ նույն ձևով ռուս ուղղափառ քրիստոնյաները կարող էին կազմակերպել հրեական ջարդեր։ Պատմության մեջ շատ են դրա օրինակները։ Արդյոք այդ մարդիկ քրիստոնյաներ են։ Պատասխանը կարող է լինել եւ այո, եւ ոչ։ Այո, նրանք քրիստոնեական մշակույթ ունեցող երկրներից են,
Սակայն համապատասխանում է արդյոք նրանց դավանանքը աստվածաշնչյան հիմքերին։ Ոչ մի դեպքում։ Քրիստոնյան այն մարդն է, ով ընդունում է ավետարանը, ստացել է մեղքերի թողություն, ունի խաղաղություն Աստծո հետ, վերստին ծնված է, դարձել է նոր արարած և ստացել է նոր սիրտ։ Աստվածաշնչում ասվում է, որ այդպիսի սրտերը լի են Աստծո սիրով։ Ինչպես կարող է այդպիսի մարդը, ով սիրում է բոլորին, մասնակցել հրեաների մասսայական ջարդերին։ Ոչ, նման դեպքում նա արթնության քրիստոնյա չէ, այլ մարդ, ով առաջնորդվում է կրոնական ատելությամբ և Աստծուն անձնապես չի էլ ճանաչում։ Դրա համար էլ կարևոր և միևնույն ժամանակ ողբերգական է տեսնել, թե ինչպես այդ նույն մարդիկ և կազմակերպությունները, որոնք հետապնդում են հրեաներին, միշտ հետապնդում են նաև արթնության քրիստոնյաներին։ Նրանք հետապնդում, անարգում և վիրավորում են հոգևոր կյանքը, Աստծո խոստմունքները և նրա ուխտը մեզ հետ։ Ինչու՞։ Որովհետև կրոնն առանց աստվածաշնչյան սկզբունքների հռչակման, առանց ապաշխարության և հոգևոր կյանքի մահ է։ Իսկ մահն ատում է կյանքը, որովհետև ինքն իր մեջ կյանք չունի։ Կարելի է արդյոք ասել, թե քրիստոնյաները մեղավոր չեն։ Ընդհակառակը, եկեղեցու ձեռքերը պղծված են արյունով։ Փոխարինող աստվածաբանություն։ Իր մեջ ավելի ու ավելի կլանելով ոչ աստվածաշնչյան երևույթները, եկեղեցին բնականաբար ավելի հեռացավ իր հրեական սկզբնաղբյուրից։ Երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն, միաժամանակ հրեաներին արգելվեց տոնել իրենց տոները։ Աստվածաբանությունը, որը դառնում էր գերակշռող, իր մեջ նենգափոխելով աստվածաշնչյանը, հաստատում էր, որ եկեղեցին նոր Իսրայելն է, որ Աստված հրեա ժողովրդի հետ իր բոլոր գործերն ավարտեց և որ հրեաները դատապարտված են հավիտենական պանդխտության կամ պետք է պատժվեն մահով այն բանի համար, որ սպանեցին Քրիստոսին։ Այսպիսի թեորիան դուրս էր գալիս ոչ միայն անկիրթ ամբոխից, որը պատրաստ էր կռիվ սարքել ցանկացած պատճառներով, այլ աստվածաբաններից ու քարոզիչներից, որոնք այսօր կոչվում են եկեղեցու հայրեր և Քրիստոսին նմանվողներ։ 4-րդ հարյուրամյակում հայտնի քարոզիչ Սուրբ Հովհաննես Քրիսոստոմուսն ասել է. «Սինագոգը գժանոցից էլ վատ է։ Հրեաները հանցագործների ամբոխ են, ես ատում եմ սինագոգները և հրեաներին»։ Մալքոլմ Հայի «Քրիստոնեական հակասեմիտիզմի արմատները» գրքից։ Այսպիսի գռեհիկ արտահայտությունների շնորհիվ մասսաների շրջանում կարծիք է տարածվել, թե ինչպես քրիստոնյաները, այնպես էլ մյուսները, ովքեր հետապնդել և սպանել են հրեաներին, ընդամենը Աստծո ցասման արտահայտման զենքերն են եղել։ Այլ խոսքով նրանք պատվավոր գործ են կատարել։ Պատմության մեջ շատ են քրիստոնյաների կողմից հրեաներին հետապնդելու դեպքերը։ Նրանց զրկել են քաղաքացիական իրավունքից, արգելել են հողեր գնել ու մշակել։ Առանց ընտրության իրավունքի առանձնացրել են հատուկ վայրերում։ Նրանց վռնդում էին երկրներից ու քաղաքներից, հարկադրում էին վճարել չլսված հարկեր, զրկում էին կարողությունից և ժառանգությունից, բռնի ուժով կնքում էին և ստիպելով դարձնում քրիստոնյաներ։ Նրանց ստիպում էին խայտառակ թափորներով շրջել քաղաքից քաղաք և երգել ծաղրական երգեր իրենց մասին։ Ստիպում էին ուտել խոզի միս, կրել հատուկ գլխարկներ և իրենց հագուստների վրա ունենալ դեղին աստղեր, որպեսզի հեշտությամբ ճանաչվեն։ Իսկ որտեղ է այս ամենը տեղի ունեցել։ 30-ից 40-ական թվականներին Գերմանիայում։ Ոչ, դա տեղի է ունեցել ամենուրեք եկեղեցու պատմության բոլոր ժամանակներում։ Դժբախտությունների, անհաջողությունների, հիվանդությունների պատճառն ու պատասխանատվությունը գցում էին հրեաների վրա։ Եկեղեցին ասում էր, որ ժանտախտի համաճարակը սկսվել է հրեաների մեղքով։ Նրանք մեղադրվում էին ջրհորների թունավորման, քրիստոնյաների երեխաների սպանությունների մեջ, որոնց արյունը նրանք իբրև թե օգտագործում էին բաղարջներ հունձելու համար։ Այդպիսի քարոզչությունների արդյունքը լինում էր այն, որ այրվում էին սինագոգները, հաճախ բոլոր ծխականների հետ միասին։ Ինկվիզիցիայի տարիներին նրանց ենթարկում էին առավել հնարամիտ տանջանքների և ողջ այրում էին։ Գետտո և ջարդեր։
Հրյաներին բռնի ուժով քրիստոնյա դարձնելուց հետո անընդմեջ լրտեսում էին, որպեսզի բացահայտեն նրանց կրոնական ծեսերի գաղտնի կատարումը։ Աստվածաբանների մի մասը կարծում էր, որ նրանց պետք է վերացնել, իսկ մյուս մասը պնդում էր, որ նրանք պետք է ծառայեն որպես օրինակ, թե ինչպիսի դժբախտություն է քրիստոնյա չլինելը։ Եկեղեցին իր զայրույթի ժամանակ հրյաներին տանջելն օգտագործում էր մանկավարժական նպատակներով։ Երբ 1215 թվականին եկեղեցին ընդունեց կեղծ ուսմունք տերունական ընթրիքի կերպարանափոխման մասին, այսինքն հացի և գինու Հիսուսի ֆիզիկական մարմնի ու արյան փոխակերպման գաղտնիքի մասին, հազարավոր հրյաների սպանեցին։ Լուրեր էին տարածում, թե հրյաները նկարներ են գողանում և ասեղներով ծակծկում են, որպեսզի այդպիսով սպանեն Քրիստոսին։ Ֆլանների հրյաների տանջանքը գրքից։ Նույնիսկ այն հրյաները, որոնց բռնի ուժով քրիստոնյաներ էին դարձրել, համարվում էին անհուսալի երկրորդական քաղաքացիներ։ Իսպանիայում նրանց հասարակության առջև ծաղրանքի էին ենթարկում, իսկ հետո սպանում։ Բնականաբար հրյաները չէին կարող զբաղեցնել թեկուզ փոքր նշանակություն ունեցող պաշտոններ կամ էլ ինչ-որ կարողության տեր լինել։ 1492 թվականին բոլոր հրյաները, ովքեր վերապրել էին ինկվիզիցիան, հարկադրված զրկվելով իրենց կարողությունից, թողեցին իսպանական հողը։ Մյուս երկրներում նրանց թույլատրվում էր ապրել միայն առանձնացված և խիտ բնակեցված թաղամասերում։ Ցանկացած պահին ինքնակամ իշխանի հրամանով կարող էին սկսվել հաշվեհարդարներ ու հալածանքներ։ Լեհաստանում և Ռուսաստանում հրյաները հաճախ բնակվում էին փոքրիկ աղքատիկ գյուղակներում։ Նախանձելի հաճախականությամբ թագավորի և ուղղափառ եկեղեցու օրհնանքներով այդ տեղերում ջարդեր էին կազմակերպվում, որի ժամանակ զոհվում էին 100 հազարավոր հրյաներ, և մեղադրանքը միշտ նույնն էր. նրանք այնպիսին չեն, ինչպիսին մյուսները։ Նրանք անհուսալի են և չեն վերափոխվում, և ամենագլխավորը, նրանք քրիստոսասպաններ են։ Քրիստոսասպաններ, կեղծ մեղադրանքը։ Վերջին մեղադրանքն ամենալուրջն է, որովհետև այն իբրև թե ունի աստվածաբանական հիմք։ Սակայն իրականում ինչ էր կատարվել։ Միթե հրյաներն էին սպանել Հիսուսին։ Եթե քննենք աստվածաբանության պատմությունը, ապա կնկատենք, թե որքան հաճախ է այնտեղ սողոսկում այն թեորիան, որում ասվում է, թե հրյաներն են խաչել Հիսուսին և դրա համար էլ նրա կատաղի թշնամիներն են։ Գիտակցաբար թե անգիտակցաբար է դա արվել, միևնույն է, դրա շնորհիվ ատելությունը դեպի հրյաները հետզհետե աճեց, մինչև եկավ աստվածաբանությանը փոխարինող ժամանակը, որը հին ուխտից արմատախիլ էր արել Աստծո խոստմունքներն ու ոգեշնչել նրանց, առանձնացրել հրյաներից, եթե իհարկե հրյաները չեն ցանկանա միանալ հեթանոսներին։ Ճշմարիտ է արդյոք սա, համապատասխանում է Աստվածաշնչին։ Արդյոք սա Աստծո սիրո արտացոլանքն է։ Ոչ, ոչ և դարձյալ ոչ։ Առաջին, մեղադրելով Հիսուսին, նրան հանձնեցին Գերագույն խորհրդին, դատաժողովին, հռոմեական իշխանության ձեռքը։ Սրանք էլ առանց մեղադրանքը հաստատող վկայությունների նրան մահվան դատապարտեցին։ Մահապատիժն անմիջապես ի կատար ածվեց հռոմեական զինվորների ձեռքով։ Հիսուսն ուներ հազարավոր համախոհներ և իրականում նրա կողմից էր հրյաների մեծամասնությունը, որոնք վախից, որը սովորական երևույթ էր, չհամարձակվեցին բողոքարկել որոշումը։ Այնպես որ պատմականորեն նրա մահվանը մասնակից են եղել ինչպես հրյաները, այնպես էլ հռոմեացիները, այսինքն հեթանոսները։ Ըստ տրամաբանության անհրաժեշտ է հետապնդել բոլոր հռոմեացիներին, իտալացիներին, որովհետև նրանց նախնիներն են գամել Հիսուսի ձեռքերը։ Եվ ինչպես արդեն ասացինք, կատարվածի համար ոչ բոլոր հրյաներն են մեղավոր։ Նույնիսկ Գերագույն խորհրդի անդամների կազմում այնպիսի մարդիկ էին, ինչպիսիք են Նիկոդեմոսը, Հովսեփ Արիմաթեացին, որոնք դեմ էին դատավճռին։ Երկրորդ, աստվածաբանորեն Հիսուսը զոհաբերության գառն էր, որը պետք է մեռներ ամբողջ մարդկության համար։ Հենց մեղքը այնպիսին, ինչպիսին որ կա յուրաքանչյուր մարդու մեջ, եղավ նրա խաչելության պատճառը։ Միթե մենք պետք է հետապնդենք բոլոր մեղք գործողներին,
Եթե այդպես է, ապա սկսիր քեզնից։ Հիսուսը շատ էր ասել իր աշակերտներին, որ ինքը պետք է գնա Երուսաղեմ, որպեսզի հալածանքով տանջվի ու մեռնի։ Դեռ Հովհաննես Մկրտիչն էր մարգարեացել, որ նա Աստծո գառն է, որ իր վրա է վերցնելու աշխարհի մեղքը։ Երբ Պետրոսը թախանձում էր Հիսուսին Գեթսեմանի պարտեզում, որպեսզի նա հրաժարվի մեռնելուց, Հիսուսը նրան պատասխանեց. «Կամ կարծում ես, թե չեմ կարող հիմա իմ հորն աղաչել, որ հասցնի ինձ ավելի քան 12 գունդ հրեշտակներ, բայց ինչպես կկատարվեն գրքերը, թե այսպես պետք է լինի»։ Մատթեոսի ավետարան 26:53 և 54։ Մի ուրիշ անգամ Հիսուսն ասաց. «Նրա համար իմ հայրը սիրում է ինձ, որ իմ անձը դնում եմ, որպեսզի դարձյալ առնեմ նրան։ Ոչ ոք նրան վեր չի առնում ինձնից, այլ ես ինքս եմ ինձնից դնում նրան։ Ես իշխանություն ունեմ նրան դնելու և իշխանություն ունեմ նրան դարձյալ առնելու։ Այս պատվերն առա իմ հորից»։ Հովհաննեսի ավետարան 10:17 և 18։ Հիսուսը բազմիցս ասել է իր մահվան անհրաժեշտության մասին, որպեսզի կատարվեն մարդկանց մեղքերը քավող զոհի վերաբերյալ մարգարեությունները, և պարզ արտահայտվել է, որ իր կամքով է տալիս իր կյանքը, և ոչ ոք զորություն չունի նրան զրկելու կյանքից։ Ինչպիսի խեղաթյուրում, նրա մահվան համար դատապարտել միայն հրեա ժողովրդին, նրա վրա բարդելով Հիսուսի մահվան ամբողջ պատասխանատվությունը։ Աստված ցանկանում էր, որ Հիսուսը մահանար, որովհետև միայն այդ մահվան միջոցով մարդկության մեղքին փոխարինող զոհը կարող էր ներում ստանալ Աստծո աչքերում։ Հիսուսի իր կյանքի կամավոր զոհաբերումը արտացոլում էր նրա անսահման սերը դեպի մարդկությունը։ Ոչ ոք նրան կյանքից չի զրկել, նա ինքն է տվել իր կյանքը։ Երորդ, ավետարանում արդյոք տեղ կա թշնամության և ատելության համար։ Ոչ, համաձայն Աստվածաշնչի սերը չի լրբանում, չարը չի մտածում։ Կորինթացիների առաջին թուղթ 13:5։ Սա նշանակում է, որ ոչ մի հավատացյալ չպետք է տրվի ատելության, թշնամության կամ վրիժառության զգացումին։ Չորրորդ, Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ խոստմունքներն ամբողջովին անցան եկեղեցուն, իսկ հրեաները զրկվեցին Աստծո խոստացված փրկությունից։ Չի ասվում նաև, որ երկրորդ տաճարի ավերումից հետո հրեաներն ընկան հավերժ անեծքի տակ։ Նման հաստատումները կոպտորեն խախտում են աստվածաշնչյան ճշմարտությունները։ Ընդհակառակը, Աստվածաշնչում բազմիցս կրկնվում է, որ Աստված հրեաներին սիրում է հավիտենական սիրով։ Այսպես է ասում Աստված. «Երբ որ ջրերից անցնես, ես քեզ հետ եմ, և եթե գետերով, նրանք քեզ չեն ողողի։ Երբ որ գնաս կրակի միջով, չես այրվի և բոցը քեզ չպիտի վառի, որովհետև իմ աչքին պատվական երևացիր, պատիվ գտար, և ես քեզ սիրեցի և քո փոխարեն մարդ պիտի տամ, և ժողովուրդներ քո հոգու փոխարեն։ Մի վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ, քո սերունդը արևելքից եմ բերելու, և ես արևմուտքից ժողովելու եմ քեզ»։ Եսայի 43-ի 2, 4 և 5 խոսքեր։ Պողոսը գրում է. «Արդ ասում եմ, միթե Աստված դեն գցեց իր ժողովրդին, քավ լիցի, որովհետև ես էլ իսրայելցի եմ, Աբրահամի սերնդից, Բենյամինի ցեղից։ Աստված դեն չգցեց իր ժողովրդին, որին սկզբից ճանաչեց», անգլերենում գնեց։ Հռոմեացիների 11:1 և 2։ Իսկ 28-րդ խոսքում Պողոսն ասում է, որ հրեաները սիրելի են հայրերի համար։ Աստված չի մոռացել իր ժողովրդին։ Այն պնդումը, թե եկեղեցին իրենով փոխարինել է Իսրայելին, նույնպես չի համապատասխանում ճշմարտությանը։ Ընդհակառակը, հենց այն ծնեց և օրինականացրեց հակասեմիտիզմը։ Ավելի ուշադիր լինենք։ Հրեա ժողովուրդը եղել և մնում է Աստծո կողմից ընտրված ժողովուրդ, և Աստված երբեք չի լքի նրանց։ Հրեաների հետ կնքված ուխտը հավիտենական է։ Աստված ասել է. «Եթե վերանան այս կանոններն իմ առջևից, արևի և աստղերի գործողության կանոնները,
Իսրայելի սերունդն էլ կդադարի իմ առջև ամեն ժամանակ ազգ լինելուց։ Երեմիա մարգարեություն 31:36։ Այդ դեպքում ինչպես են քրիստոնյաները համարձակվում հաստատել, որ Աստված այլևս չի հետաքրքրվում հրեա ազգով։ Մենք չենք պատրաստվում այստեղ քննել փոխարինող աստվածաբանության բոլոր դետալները, ուրիշներն արդեն դա արել են։ Բավական է ասել, որ եկեղեցին նոր կտակարանում չի կոչվում Նոր Իսրայել։ Նոր կտակարանում 77 անգամ խոսվում է Իսրայելի և իսրայելցիների մասին, և միայն 2 անգամ է խոսվում նրանց և եկեղեցու կապի մասին, և գրվածքի հենց այդ համարներն են, որ ավելի հաճախ աղավաղվում են։ Եկեղեցին է, իսկ հրեա ժողովուրդը, Իսրայելը, մնում է հրեա ժողովուրդ։ Պողոսը Հռոմեացիների թղթի 11:17-ում շատ պարզ ասում է, որ հեթանոսներն օրհնություն ընդունելու իրավունք ստացան, դառնալով ձիթենու արմատներին ու պարարտությանը հաղորդակից։ Սա բոլորովին այլ տեսակետ է։ Դու Աստծո ողորմածությամբ օրհնություններին մասնակցելու իրավունք ստացար։ Ինչպիսի ուրախություն է սա, և որքան շնորհակալ պետք է լինես Աստծուն։ Աստվածաշնչյան խոստմունքներն ամենևին էլ քեզ չէին վերաբերում, սակայն Աստծո ողորմությամբ դու կարող ես դրանք ընդունել քո կյանքում։ Դու իրավունք չունես ասելու, որ դրանք Իսրայելին չեն պատկանում։ Դրանք Իսրայելին տրված են առհավետ։ Հաճախ մենք այդ բանը չենք հասկանում, իսկ եկեղեցու հայրերն այդ մասին իրենց քարոզներում պարզապես չեն հիշատակում, որպեսզի գրվածքի և իրենց հակասեմիտական գաղափարախոսությունների միջև հակասություններ չառաջանան։ Խոստմունքները վերաբերում են հենց նրանց, ում Աստված է տվել։ Շնորհակալություն հրեաների համար։ Եթե չլիներ հրեա ազգը, աշխարհը երբեք չէր լսի ավետարանը։ Հիսուսը հրեա էր։ Նրա բոլոր աշակերտները հրեաներ էին։ Նոր ուխտը գրվել է հրեաների կողմից։ Գիտես, թե ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ դու ամենից առաջ պետք է շնորհակալ լինես Աստծուց, այնուհետև նրա սեփական ժողովրդից։ Եթե նրանցից ոչ բոլորն են հավատում Աստծուն, միևնույնն է, դու ունես ուրախանալու պատճառ, որովհետև դու հավատում ես։ Մի քննադատիր և ինքդ քեզ մի մեծարիր։ Շատ են հեթանոսները, որոնք ոչ միայն չեն հավատում Աստծուն, այլև հանդիսանում են ավետարանի իսկական թշնամիները։ Գուցե նրանց է պետք հետապնդել։ Այդպես դատելով մենք կարող ենք հեռանալ ճշմարտությունից և շատ մարդկանց տառապանքների պատճառ դառնալ։ Եկեղեցու համար վերջապես եկել է լուրջ պարզաբանումների ժամանակը, մեղքի ընդունումը, ինչպես քո, այնպես էլ նախահայրերի և հրաժարումը հակասեմիտիզմի ցանկացած դրսևորումից։ Եկեղեցուց պետք է դուրս շպրտվեն հակաաստվածաշնչյան բոլոր հայացքները, թեոլոգիան և մարդկային կարծիքները։